շնորհակալություն։ Հիմա խոսքը սիրով տալիս եմ Տիկին Լարիսա Շնորհակալություն։ Ես կցանկանայի մի քանի թվեր։ Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն Սումգայիցյան առաջին այդ ցեղասպանական ակտի զոհերին։ Ես ցավակցում եմ այստեղ գտնվող բոլոր սումգայիցիներին, իրենց կորուստների համար, այդ սարսափների համար, որոնք այդտեղ ապրել են, բայց ես կցանկանայի մի քանի թվեր ասել։ Ադրբեջանում 327 բնակավայրերում ապրում էին հայեր, կամ միայն հայեր, կամ խառը։ 327 այդ բնակավայրերից հայերը, այդ ընդհանուր շատ անգամ ինչպես ասում են խառը ընտանիքները, այո, ռուսները, հրեաները, հույները, ասորիները, բոլորը ենթարկվեցին վանդալիզմի այնպիսի դրսևորումների, որոնք որ միայն վայրագությամբ հիվանդ կարող է մարդիկ անեն։ Հիմա այդ բոլորը մենք փաստորեն սկսած 90 թվականից, երբ որ տեղի է ունեցել հունվարին Բաքվի ջարդերի վերջի ակտը, հիշեցնեմ, որ ամենամեծ ալիքը Բաքվից եղել է 88 թվականի նոյեմբերին, երբ որ Մոսկվայում տեղի էր ունենում Սումգայիցյան այդ մարդասպանների հանդեպ դատը, այդտեղ կանգնած էին եւ ձոնում էին իրենց մարդասպաններին եւ սկսել են հենց այդ ժամանակ դուրս մղել ավելի քան 220-ից 250 հազար հայեր եւ նրանց ընտանիքները, կրկնում եմ, շատ անգամ տարբեր ազգերի ամուսնություններ էին այդտեղ, դա Բաքու էր ու դա ոչ թե ինտերնացիոնալ էր, այլ բազմազգ էր եւ այդ բազմազգ ընտանիքները եւ բոլոր մարդիկ դուրս են մղվել մեկ ամսվա ընթացքում։ Ես ինքս ընդունել եմ Երևանում 100-ից ավել իմ ուղղակի բարեկամներին եւ հստակեցնեմ այդ ժամանակներից հասարակությունը, փորձագետները, իրավաբանները բարձրացնում էին Հայաստանի Հանրապետության իշխանությունների առջև այդ խնդիրը, որ միչև դա հայտնի բան է, միչև չպատժվի տեղի ունեցած եղած հանցագործությունը, դա ոգևորելու է այդ վայրագ ղեկավարությունը եւ այդ ցեղասպանական քաղաքականությունը վարող մարդկանց, այո, ոգևորելու է շարունակելու այդ ցեղասպանությունը։ 22 թվականին, 2022 թվականին Օկամպոն, եթե հիշում եք, միջազգային քրեական դատարանի առաջի դատախազը ասել է, որ այն ինչ որ տեղի է ունենում Արցախում, դա ոչ թե ուղղակի հումանիտար աղետ է, դա ցեղասպանական գործողություն է, որովհետև միտումնավոր ստեղծվում է այնպիսի վիճակ, որը կբերի կամ մասնակի կամ բոլորի ոչնչացմանը, էլ չեմ ասում դուրս անմանը։ Ավելին, Օկամպոն զգուշացրեց, այդպիսի մեթոդից հետո վրա է հասնելու ավելի դաժան մեթոդ։ Ինչ մենք ունեցանք արդյունքում, արձագանք եղավ Հայաստանից, ոչ, եւ իրոք մենք ստացանք այն, ինչ որ կներեք ակնկալվող էր, եւ ավելին, որևէ մի խոչընդոտ չունի Ադրբեջանը, չունի մի պակաս որևէ խնդիր, որ նույն իր նկրտումները հայտարարի Հայաստանի հանդեպ։ Ցույց տվեք ինձ որևէ մեկ հիմնավոր իրավական, որով ինքը պետք էր ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, առնվազն փորձեր ոչնչացնելու։ Ես ուզում եմ հստակեցնել, այո, համաձայն եմ պարոն Բեգլարյանի հետ, մենք ոչ միայն մարդկանց մասին ենք խոսում, այլ կայացած, գոյություն ունեցած, որի հետ հաշվի էին նստում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամ պետություններ, դա ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, եւ մենք պահանջում ենք, որ վերադարձը արցախցիների լինի ապահովված հենց իրենց կարգավիճակով, եւ Ադրբեջանը մեկ է սպասում է իրեն
պատժելու պահը, գալու է իրեն պատժելու պահը, պատահական չի, որ իրենք հնարածին խոջալու են բերում մեջտեղ, խոջալուն դա հերթական, Ադրբեջանի հերթական ցեղասպանական գործողություն է, դա ապացուցված է բոլոր ձևերով, եւ դա խոջալու չի, այլ աղդամյան դեպքեր, որովհետև տեղի է ունեցել այն ինչի մասին իրենք խոսում են, այն տարածքներում, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ընդամենը Աղդամից 3 կիլոմետր հեռավորության վրա, իսկ Խոջալույից ավելի քան 20 կիլոմետր հեռավորության վրա։ Տեսեք, ինչպես Ադրբեջան անվանումն է հեռահար նպատակներով արհեստացին դրվել ահա այդ Թուրքիայի կողմից ցեղասպանական երկրորդ պետությունը նույն ձևի իրենք այդ իրենց հանցագործությունը ուշադրություն դարձրեք 26 փետրվարի նույն այն օրը, երբ որ իրենք 4 տարի առաջ դրանից սկսել են հենց ցեղասպանությունը Սումգայիթում։ Ես համոզված եմ, մենք պետք է պահանջենք, գտնենք մեր սխալները մեր մեջ, պահանջենք իշխանություններից, ես չեմ ուզում ասել իշխանավորներից, պետք է գա վերջապես այն պահը, երբ որ Հայաստանը կունենա ազգային շահերով ապրող ղեկավարություն։ Եվ ահա դրանցից մենք պետք է պահանջենք եւ հասնենք արդարությանը, թե միջազգային ատյաններում եւ թե ներպետական ատյաններում։ Կանգնելու են դատի առաջև ոչ միայն նրանք, ով իրականացրել են ցեղասպանությունը, այլ եւ նրանք, ովքեր լռեցյալ ձևով կամ իրենց արտահայտություններով եւ հայտարարություններով ուղղակի սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Ավարտելով այսօր